Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր զրույցը շատ կարևոր է եւ նվիրված է մայիսյան հերոսամարտերին, մասնավորապես Սարդարապատին, նրա ռազմաքաղաքական եւ հայության, հայ ազգի պետականակերտման ու ինքնության համար կարևորագույն նշանակությանը։ Եվ այս կարևոր թեմայի շուրջ մենք ձեզ հետ կզրուցենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ Պարոն Սարոյան, շնորհակալ եմ շատ հրավեր ընդունելու համար։ Եթե անկեղծ ասեմ, սա այն թեման է, որի շուրջ զրույցը պատկերացնում եմ հենց ձեզ հետ, որովհետև մենք տարբեր տեսախցիկից այն կողմ քննարկումներ ենք ունեցել, եւ դուք այն եզակի մարդկանցից եք, ովքեր մի կարևոր փաստ են վերհանել Սարդարապատի նշանակության հետ կապված կամ մայիսյան հերոսամարտերի չառանձնացնենք Սարդարապատը նշանակության հետ կապված, դուք միշտ պնդել եք, որ առանց մայիսյան հերոսամարտերի, առանց հայ ռազմաքաղաքական էլիտայի պայքարելու որոշման եւ ժողովրդի մոբիլիզացիայի արդյունքում ընթացքը բեկելու հետագա հայկական պետական որևէ կազմավորում գոյություն չէր կարող ունենալ եւ այն ինչ մենք այսօր ունենք դա փաստացի Սարդարապատի արդյունքն է։ Ես կարծում եմ սա թեմա է, որը մնացել է էմոցիոնալ մակարդակում մեր հանրության գիտակցության մեջ եւ որը խորքային վերագնահատման եւ ուսումնասիրման կարիք ունի, մանավանդ հաշվի առնենք, որ իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ վերջին տարիներին պարբերաբար ոտնձգություններ են իրականացրել Սարդարապատում պայքարելու որոշման հետ կապված եւ դա եւս վկայում է այն մասին, որ իրենց համար ցավոտ եւ թիրախային կետին են, այսպես ասեմ, կետին են խփում։ Բայց ես ուզում եմ սկսենք ոչ թե անմիջապես հերոսամարտերից, այլ սկսենք այն նախորդ մի քանի ամիսներից, որոնք նախորդեցին մայիսին, 1918 թվականի մայիսին, մասնավորապես երբ 17 թվականին բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից եւ ըստ էության հայությունը, չասենք հայությունը հայտնվեց լովին մենակ թուրքական վտանգի դեմ։ Եվ 17 թվականի դեկտեմբերին Երևան եկավ Արամ Մանուկյանը մի շարք գործիչների հետ, որն ըստ էության ստանձնեց դիմադրությունը կամ կյանքը կազմակերպելու եւ հնարավոր դիմադրությունը կազմակերպելու կարևորագույն ու բարդ գործընթացը։ Ինչու եմ սա շեշտում, որովհետեւ մեր մոտ ընկալում կա, որ Սարդարապատը դա համապատրաստից այսպիսի ճակատամարտ էր, երբ հայ ժողովուրդը մի օրում որոշեց եւ պայքարեց, դուրս եկավ ու կանգնեցրեց թուրքական զորքերի առաջ խաղացումը եւ հաճախ մոռացվում է այն նախապատրաստական կարևոր ռազմաքաղաքական աշխատանքը, որը մի շարք տարվել է։ Օրինակ շատերը չգիտեն, որ արդեն 1918 թվականի մարտին Արամին տրվեցին դիկտատորի լիազորություններ ավելի լուրջ մոբիլիզացիա կազմակերպելու համար, որ դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում արդեն կազմակերպվել էր հայկական կորպուսը իր երկու դիվիզիաներով, այսինքն ռուսական բանակում եղած հայ զինվորականներից եւ ոչ միայն պրոֆեսիոնալ ռազմական ուժ բանակ էր ստեղծվել եւ ըստ էության բանակն էր, որ որոշիչ նշանակություն ունեցավ Սարդարապատում։ Ես ուզում եմ, որ մենք անդրադառնանք այս թեմաների կարեւորությանը, թե ոչ որպես պատմաքաղաքական էքսկուրս, այլ մտածողության տեսակետից, որովհետև շատերի մոտ մեր պայքարը, թե առաջին Արցախյանի հետ կապված, թե մայիսյան հերոսամարտերի հետ կապված, ասում է ֆիդայական ինչ-որ ջոկատների պայքարի հետ, այլ ոչ թե համակարգված ռազմական օպերացիայի եւ գործողության հետ։ Կուզեի այս թեմաներից սկսենք եւ արդեն անցնենք մյուս հարցերին։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Դուք շատ կարևոր թեմա եք հիմա քննարկում ինձ հետ եւ այստեղ նրբությունները շատ են, բայց դուք շեշտը շատ ճիշտ տեղում դրեցիք մտածողության հետ կապված, որովհետեւ այն ինչ որ կա առաջի հերթին մարդկանց մտածողության հետ է կապված, գործիչների մտածողության հետ է կապված եւ գործիչների միջոցով հանրային տարբեր շրջանակներին ինչ է սերմանվում եւ դոմինանտ ինչպիսի ուրեմն մտածողություն է տիրում հանրային տարբեր շերտերի մոտ։ Հիմա այդ տեսանկյունից մենք 100 տարի անընդհատ այդ նույն հունով ընթանում ենք տարասեր հուներով ընթանում ենք եւ երբեմն մարդիկ իսկապես չեն կարողանում հասկանալ, որ իրանց գիտակցական, իրանց մտածողական այդ ապարատում տեղի ունեցող, չգիտեմ, այս կամ այն հունի մեջ գտնվելու արդյունքում են իրանք ինչ որ դիրքորոշումներ հայտնում, ապացուցում, փորձում ճշմարտությունը գտնել կամ մեկնաբանել անցյալի իրադարձությունները։ Եվ այդ տեսանկյունից այո, եթե վերադառնանք հետ գնանք ուրեմն 100 տարիի հետ, մենք կտեսնենք, որ կարելի է այդ ժամանակագրությունը սկսել ուրեմն 1917 թվականի
հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, որը բոլորովին այլ իրավիճակ ստեղծեց հարավային ամբողջ ռուսական կայսրության տարածքում, բայց մեծ հետաքրքրող տեսանկյունից հարավային Կովկասում։ Հարավային Կովկասում այն իր արդեն իսկ փետրվարյան հեղափոխությունը որպես կայսրության այդ պետական քաղաքական համակարգի փլուզման ուրեմն հետևանք մարդկանց խորհելու տեղիք էր տվել, բայց դեռևս ոչ կայսրության սահմանների հետ կապված։ Մարդիկ շատերը կարող է մտածում էին, որ խոսքը պետական կառավարման ձևին է վերաբերում եւ այլն, բայց առաջին համաշխարհային պատերազմը արդեն իսկ պատմափիլիսոփայական այդ մեթոդաբանությամբ, եթե նայենք կայսրությունների ուրեմն կործանման մի պատերազմ էր եւ այդ տեսանկյունից եթե նայենք արդեն ոչ թե ռուսական կայսրության ինչ որ պետական կառավարման համակարգի փոփոխության խնդիր կար, այլ ի վերջո ուրեմն դեպքերը իրադարձությունները հանգելու էին նրան, որ ամբողջ կայսրությունը փլուզվելու էր եւ հետաքրքիր է այդ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հարավային Կովկասում ստեղծված ուրեմն այդ ժամանակավոր կառավարություններում տարբեր էսենց հոսանքների եւ մտածողությունների առկայությունը ընդ որում տարբեր էթնիկ խմբերի մոտ վրացիները մի կերպ էին նայում ուրեմն մահմեդական բնակչության այսօր մենք ասում ենք թաթարներ եւ այլն խառնամբոխ էր բայց մահմեդական բնակչությունը բնականաբար գնում էր առաջին համաշխարհային պատերազմը նայում էր Օսմանյան կայսրությանը եւ արդեն վերակողմնորոշվելու, վերադիրքավորվելու եւ փորձելու ինչ որ ազգային շահեր տեսնել, դեռևս նոր ձևավորվող ազգային շահեր տեսնել եւ այլն, եւ հայերի ուրեմն մտածողության խնդիրների եւ ինչն է հետաքրքիր եւ եթե մենք հետ վերադառնանք գնանք այդ 100 տարի հետ կտեսնենք որ օրինակ վրացիների մոտ եւ դա նկատված փաստ է պետականությունը ըստ էության իրենք կորցրել էին դրանից մոտ 100 տարի առաջ 100 մի քիչ ավել 1801 այո 1801 թվականին որ ընդ որում դրանից հետո իրենց քաղաքական էլիտան չէր ոչ շացվել, այլ ինտեգրվել էր ռուսական կայսրության մեջ, նկատի ունեմ այդ ազնվականական ծագմամբ քաղաքական գիտակցության կրող սուբյեկտները շատ ավելի վառ արտահայտված էր եւ այլն, ի տարբերություն դրա հայ քաղաքական միտքը այդ ժամանակ շատ ողբերգական վիճակում էր գտնվում, ի տարբերություն ռազմական մտքի պետք է ընդգծել այդ շրջանում հայ ռազմական ուժը հավասարազոր էր այն բանակներին, որոնք հարավային Կովկասում կռվում էին եւ ոչ վրացիները, ոչ մահմեդականները ուղղակի վիճակի չէին հայկական ռազմական մտքի հետ կամ հայկական ռազմական ուժերի հետ ոտ պարզել։ Անկամ ռուսական կայսրությունը, երբ որ ստեղծում էր կամավորական ջոկատները եւ կազմավորվեցին հենց պատերազմի սկզբում այդ կամավորական գնդերը հիմնական ուշադրության կենտրոնում այն հարցն էր իրանց մոտ ոնց անեն որ այդ ուժերը տարալուծեն չդառնա առանձին սուբյեկտային վարքի գրող ինչ որ մի բան եւ այդ տեսանկյունից անընդհատ այդ ուշադրության կենտրոնում էր որ իրանք ասենք բալկանյան միջև էտել բալկանյան թերակղզում հայերի մասնակցության որոշակի նկատելի փորձ կար եւ այդտեղ ռուսական ուրեմն ռազմական մեքենան դիտարկում էր որ այդ ռազմական ուժը շատ ավելի լավ կլինի իր արևմտյան ճակատներում տարբեր օգտագործել այդ թվում Բալկաններում Օսմանյան կայսրության դեմ, բայց ոչ հայկական մարզերում եւ մենք դա հետո կտեսնենք նաեւ 1915-16-17 թվականների դեպքերի հետ կապված որ ցեղասպանությունը արդեն կյանքի էր կոչվում Օսմանյան երիտթուրքերի կողմից եւ այդ շրջանում տարօրինակորեն ռուսական ռազմական մեքենան հարկ եղած դեպքում այն շահագրգռությունը եւ այն միջամտությունը չէր ցուցաբերում այդ կոտորածների կամ այդ գաղթականության վիճակը բարելավելու կամ ինչ որ խնդիրներ լուծելու տեսանկյունից հումանիտար խնդիրներ եւ այլն, որը սпасելի էր իբրև թե որ այն անմնացորդ կերպով հայ ժողովուրդը որ նվիրված փորձում էր խոսքը ռուսահայության մասին է, այնպես չի որ Օսմանյան կայսրության մեջ բոլորը այդպես նվիրված այդ գործով էին, բայց այն որտեղ որ կազմավորվում էին այդ կամավորական գնդերը եւ այլն տարօրինակորեն որ հայ կամավորների մոտիվացիան առաջնայինը հենց
դա է։ Այո, եւ իհարկե ռուսները կարողացել էին հատկապես Արևելյան Հայաստանում, բայց նաեւ Արևմտյան Հայաստանի շատ շրջանակներում տարածել են գաղափարը, որ իրենք գալիս են փրկելու յաթաղանից եւ Օսմանյան հարստահարումներից, կոտորածներից եւ այլն, չմոռանանք, որ դրանից առաջ բավական մեծ պատմական մի ժամանակափուլ ուրեմն հայկական ջարդերի Աբդուլհամիդյան ջարդից սկսած Սասունի ապստամբություններն են տեղի ունեցել եւ այլն, բավական մեծ պատմական ընթացք արդեն գոյություն ուներ, սերունդ մի ամբողջ սերունդ էր ապրել այդ ժամանակահատվածում եւ հիմա ռազմական տեսանկյունից հայերը պարզվեց, որ այդ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բավական մեծ նշանակալից դիրքեր ունեն Հարավային Կովկասում, բայց դրա փոխարեն չունեն քաղաքական դիրքեր։ Քաղաքական ոչ միայն դիրքեր, այլ քաղաքական մտածողություն ընդհանրապես կարելի ասել չունեն, որովհետև այն, որ ներկայացված էին Անդրկովկասյան Սեյմում, կոմիսարիատ եւ այլ այդ պատմական այդ ընթացքը բան չանենք, հետո առաջել կարող է ես բան նշեմ, բայց հարցը այդտեղ չի։ Այն ինչ որ կար եւ որտեղ որ հայերը փորձում էին քաղաքական ինչ-որ խնդիրներ եւ այլն դիտարկել, բարձ այսօր արխիվային եւ բոլոր տեսակի նյութերից երևում է, որ իրանց սևեռուն գաղափարը նա էր, որ ի վերջո այն ինչ որ կատարվում է Ռուսաստանում ժամանակավոր է եւ մեզ ընդհանրապես պետք է ձգել այնպես, բայց չբերել այնպիսի իրավական հետևանքների կամ այնպիսի ուրեմն վատ մտածողության ռուսական կայսրության մոտ, որ հայերը դավաճանել են նաև իրենց եւ փորձել ուրեմն ժամանակ ձգելուց հետո ուրեմն սпасել հասնել նրան, մինչեւ ռուսները կվերադառնան նորից Հարավային Կովկաս եւ այդտեղ ինչ որ ակնկալիքները, որ ունեցել են իրենք ռուսների միջոցով Արևմտյան Հայաստան ազատագրելու, չգիտեմ, եւ այլն այդ ամենը։ Ի տարբերություն դրա քաղաքական մտքի տեսանկյունից վրացիները շատ հասուն քաղաքական միտք չունենալով ռազմական այդ ներուժը, որ ունեին հայերը, եւ իրենք ուրեմն բոլորովին այլ դիրքորոշում որդեգրեցին։ Ես ընդհանուր եմ ասում, բնականաբար կային առանձին, որ էլի վախերը կար եւ այլն, բայց ես ընդհանուրով եմ գնահատում, ընդհանուր հայկական մոտեցումը եւ ընդհանուր, որովհետեւ այն ինչ որ մենք հիմա խոսում ենք Արա Մանուկյանի եւ մնացածի մասին եւ կարող ենք անդրադառնալ, դա մասնավոր դեպքի եւ կոնկրետ Երևանում տեղի ունեցող մտածողության եւ այդ մտածողության գերիշխանության գալու մասին է։ Թիֆլիսում բոլորովին այլ իրավիճակ էր եւ բոլորովին այլ ուրեմն մտածողություններ տիրում։ Եվ հատկապես Բաթումում այդ արձանագրությունները բնականաբար թուրքական բանակը, ես մեր դիտողների համար իհարկե այս պատմական խրթին բաները դժվար է, ես օրինակ համ Օսմանյան եմ ասում, որովհետև իրավականորեն Օսմանյան է, բայց բնականաբար նաև երեք թուրքերն են եւ արդեն թուրքական էթնոսի քաղաքական ազգայնական այդ ծրագիրը կյանքի կոչելու դրա համար մի քիչ դժվար է նեղ մասնագիտական առումով, բայց թող ինձ ներեն, ուզում եմ ասել, որ շատ լավ պատկերացնելի է ընդհանրապես իրավիճակը, բայց այդպես ասենք, Օսմանյան բանակը շարունակում էր իր ընթացքը եւ ուրեմն Կարսը, գիտենք, Էրզրումը, Կարսը եւ այլն, Սարեգամիշը, Կարսը եւ այլն էս գրավելով գալով, Ալեքսանդրապոլը հատկապես գրավելուց հետո, ինչի Ալեքսանդրապոլը, այստեղ շատ կարեւոր է, որովհետեւ միջ այդ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը կնքվել էր եւ այդ թվում հայ քաղաքական, այդպես ասած, գործիչների մոտ մի հատ այնպիսի ոնց ասեմ, ինչ մտածում, այն ինչ որ նաեւ էսենց տխմարագույն մտածողություն էր, թե Օսմանյան բանակը Ախուրյան գետը չի անցնի, որտեղ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով դա վերապահված է, չգիտեմ, դա չի մտնում եւ այլն, որտեղ Բրեստ-Լիտովսկը որոշվել էր որոշակի սահման եւ այդ սահմանը անցնելու էր Ախուրյան գետով։ Բայց երբ որ իրանք Ալեքսանդրապոլը գրավեցին Օսմանյան բանակը, այդ ժամանակ արդեն հայերը մի տեսակ արդեն ոնց, այդպես էլ բա այնտեղ այս մտածողությունը, այո, այս մտածողությունը միջև հիմա տիրում է, որևէ բան չի փոխվել, բա այնտեղ այդպիսի բան է գրված, բա այն մարդը այսպիսի բան է հայտարարել, բա գիտեք սա էս ասեց, նա այն ասեց եւ այլն։ Այս քաղաքական տկիտությունը 100 տարի շարունակվում է, 100 տարի չհասկանալով քաղաքական շահերի բեռնվածությունը ընդհանրապես քաղաքականության մեջ եւ ընդհանրապես իրավիճակը ոնց պահանջում է եւ ինչպես են ընդհանրապես նույն պայմանավորությունները խախտվում կամ հետ վերադարձ կատարում պայմանավորություններին, ինչ ուժի
ուժի շնորհիվ եւ այլն։ Այս ամեն ինչը հայկական միտքը 100 տարի չմարսեց եւ մենք ունեցանք նաեւ այս մեր այս խոսակցությունը նաեւ այժմեական է, արդիական է հենց այս տեսանկյունից։ Հիմա այդ շրջանում էլ արդեն խառնվեց հայ քաղաքական գործիչները խառնվեցին, հատկապես Թիֆլիսում եւ այլն, որովհետեւ թուրքական կողմը, օսմանյան կողմը նաև վերջնագրեր սկսեց ներկայացնել։ Վերջնագրեր, ընդ որում այնպիսի վերջնագիր, որը այն մտածողությունից խորթ էր, որը որդեգրել էին հայերը։ Հայերը որդեգրել էին, որ պիտի ռուսները վերադառնան եւ ժամանակ պետք է ձգեն, իսկ Օսմանյան կայսրությունը պահանջում է դուք բոլոր մնացածների հետ պետք է հայտարարեք անկախության մասին։ Տեսեք, այսօր սրանից օգտվելով կարճելով թուրքամետ շրջանակները Հայաստանի ներկայիս, այդ թվում կառավարող փորձում են օգտագործել, մանիպուլացնել եւ ցույց տալ իբրև թե թուրքերը տեսեք ինչքան բարեհաճ են հայ ժողովրդի նկատմամբ, չբացատրելով եւ չկարողանալով բացատրել ինչի էր դա այդպես։ Ես մի քանի անգամ բացատրել եմ եւ նորից հարկ է այդ տեսանկյունից բացատրել, որ դա ընդամենը մեկ խնդրի լուծման էր ուղղված, քանի որ Բրեստ-Լիտովսկով որոշված էր կողմերը ովքեր են եւ սահմանը ինչպես պետք է անցնի եւ այլն, եւ որպիսի կարողանա Օսմանյան բանակը իրավական հիմք ունենա հարավային Կովկասում տարբեր ուրեմն իր բանակները տեղաշարժել եւ այլն, ինքը պետք է կարողանա մեկնաբանել, որ քանի որ առաջինը այդ պայմանագրից դուրս գործել են հարավային Կովկասի այդ 3 պետական, այսպես ասած, պետական կազմավորումները նոր ձևավորվող եւ իրենք ըստ էության, քանի որ անկախություն են հռչակել, մենք գործ ենք ունեցել այդ պետական կազմավորումների հետ ոչ թե նախկին կայսերական Ռուսաստանի կամ նոր բոլշևիկյան Ռուսաստանի հետ։ Մենք բոլշևիկյան Ռուսաստանի հետ որևէ պայման չենք խախտել, մենք նոր ուրեմն պետական կազմավորումները իրենց անկախ մեր միջև մեր պայմանը խախտելով Բրեստ-Լիտովսկի եւ այլն, այդ վերջնագրերը, որ ներկայացվում էր տետատետ հանդիպումների ժամանակ եւ այլն, որ գնացեք շուտ լուծեք, որպեսզի իրանց բանակը այն խախտումը, որ արդեն իսկ կատարել է, մտել է Ալեքսանդրապոլը գրավել եւ շարունակում է, որպեսզի կարողանան այդ բանակների իրավական հենքը ապահովեն տերությունների միջև հարաբերություններում, իրանց հատկապես ռուսների հետ հարաբերություններում, որպեսզի պարզ ընկալելի դառնա, որ իրենք ռուսների հետ որևէ խնդիր չունեն, այն հույսով, որ եթե իսկապես Ռուսաստանը, որովհետեւ այդ ժամանակ ոչ ոք չէր կարող ասել բոլշևիկյան այդ հեղափոխությունը, որ տեղի ունեցավ, ի վերջո ինչի կհանգի։ Մենք գիտենք, որ Ռուսաստանում սկսվեց քաղաքացիական պատերազմներ եւ այդ քաղաքացիական պատերազմները շարունակվեցին մինչեւ 20-21 թվականը եւ այնպես չէր, որ այդ հիմա հետադարձ մենք կարող ենք ասել, որ այո, Ռուսաստանը պետք է հաղթեր եւ հաղթելու էր։ Այն ժամանակ ոչ ոք չէր կարող ասել, ի վերջո բոլշևիկները կմնան իշխանության, թե սպիտակ գվարդիականները կամ ընդհանրապես ցարիզմի կողմնակիցները կամ ժողովրդադեմոկրատական տարբեր ուժերը, SR-ները եւ այլն ինչ որ այլ պետական կառուցվածքի կբերեն Ռուսաստանը եւ նրա սահմանները ինչպիսին կլինեն, լրիվ հարցականներ էին։ Եվ այդ տեսանկյունից հայերը շարունակեցին մնալ այդ մտածողության մեջ, որ ռուսները գալու են, եւ դրա հետ կապված ուրեմն միջև էր ցկեցին եւ անկախություն չհրճակեցին, բայց երբ որ այլևս ճար չունեին եւ քանի որ օսմանյան բանակները արդեն հասել էին ապարան, ուրեմն Ղարաքիլիսա, Սարդարապատ եւ այլն, այդ շրջանում ուրեմն նոր որոշում կայացրեցին, այնպիսի մի ձևակերպումով անկախություն հռչակեն, որը այսօր ենք մենք ասում անկախության հռչակագիր, բայց այդ ժամանակ անկախության հռչակում չի տեղի ունեցել 18 թվականի մայիսին անկախության հռչակում տեղի չի ունեցել, ընդամենը Թիֆլիսի կառավարության ազգային խորհուրդը որոշում է կայացրել իրեն ճանաչել հայկական գավառների իրավատեր իշխանություն չկա որևէ ձևակերպում որ հռչակում ենք անկախ Հայաստանի Հանրապետություն եւ այլ այսպիսի ձևակերպներ չկա կա ձևակերպում որ Թիֆլիսի հայկական գավառների իշխանությունը հայկական գավառների իշխանությունը իրեն ճանաչում որովհետեւ այդ իշխանություն ասածը կարա լինի այս ուժի տակ, այս պետական եւ այլն։ Բայց դա գոնե բավարար եղավ թուրքական կողմին, որպիսի արդեն մեկնաբանվի եւ հետագայում հայ-թուրքական, որ պատմության մեջ գրվել է հայ-թուրքական պատերազմը եւ այդ հայը որպես ինքնուրույն սուբյեկտ է, չէ՞ հանդես գալիս։ Այդ սուբյեկտայնությունը այ իրենց համար շատ կարեւոր էր։
վկայակոչել, որ այդ ձևավորվել է ինքնուրույն ինչ-որ սուբյեկտ, որը պարտություն է կրել իրենց տրամաբանությամբ, իրենք չէին մտածում, որ հայերը Սարդարապատում կհաղթեն, որ պարտություն է կրել եւ ուրեմն մենք հաղթել ենք այդ բանակին, բայց արդեն բանակցությունների մեջ մտնելով բոլշևիկյան Ռուսաստանի հետ նոր իրողությունները պետք է հաշվի առնվեն նոր իրողություններով այնտեղ ուրեմն այսպիսի բան է կատարվել մենք ենք այդ հանցանքը վերացրել եւ ինչ որ նոր պայմանավորությունների գալու խնդիր առաջ քաշեն Ռուսաստանի հետ եւ այլն կամ Ռուսաստանը միգուցե քաղաքացիական պատերազմներից դուրս չգար եւ իրանք արդեն այդ նոր իրավական հենքի վրա հիմնվելով հայտարարային իրենց Այս իրավիճակում էր եւ երբ որ արդեն բան անենք, փորձենք ընդհանրացնել, ուրեմն մենք ունենք տհաս քաղաքական միտք, բայց դրա փոխարեն ունենք շատ մարտունակ կազմակերպված զինված ուժեր։ Եվ այս տեսանկյունից վերադառնալով Արամ Մանուկյանին պետք է ասենք, որ իր փորձառությունը շատ մեծ փորձառություն էր։ Նա Արևմտյան Հայաստանում բավական մեծ հեղափոխական պայքար էր մղել Վանի ինքնապաշտպանության հետ կապված եւ ոչ միայն ուրեմն Վանի վիլայեթում լեռնային բոլոր տարածքներում գտնվելով տարբեր ամիսներ եւ խորացված ուսումնասիրելով այդ ամբողջ անգամ մտածողությունը եւ այսօր մենք ազգագրական անգամ նյութեր ունենք, որոնք հենց Արամ Մանուկյանի հուշերից ենք վերհանում։ Պատկերացրեք ինչ աշյանի նա ուսումնասիրել է այդ տարածքները։ Այո, տարբեր գավառներ եւ այլն, որ մենք հիմա ազգագրական նյութ ենք որպես օգտագործում իր հուշերը։ Բայց դրա հետ մեկտեղ քաղաքական մեծ փորձառությամբ եւ այնպես չի որ ինքը Արևմտյան Հայաստանից էր ինքը Արևելյան Հայաստանի քաղաքական այո ուզում եմ ասել տեսեք երբ որ նշում ենք վրացիների քաղաքական մտածողության մասին Հայաստանում դեռևս կային որոշակի տարածաշրջաններ որտեղ որ քաղաքական միտքը պահպանել էր մելիքական այո այդ տեսանկյունից Արցախը շատ մեծ տեղ ունի որ Նիկոլ Դումանը պատահական չէ որ իրենք Արցախից այո պետք է շատ մեծ ուշադրություն եւ նաեւ Բեկփիրում մովները եւ Սարդարապատում արցախցիների գնդի մեծ հերոսությունները այդ ամեն ինչը արդեն իսկ ցույց են տալիս որ քաղաքական միտքը տեսեք որ այնպես չի որ բաներ բայց ի տարբերություն դրա Թիֆլիսում բոլորովին այլ իրավիճակ էր տիրում եւ հեսեմի դրվագել ներկայացնեմ որպեսզի պարզ դառնա բայց Արամ Մանուկյանը կարողացավ իսկապես կանխորոշել կանխատեսել ընդհանրապես իր համար արդեն պարզ էր ռուսական ներգրավվածությունը հարավային Կովկասում ռուսների ընդհանրապես չարորակ ուռուցքի դեր լինելը եւ այլն, բայց կարողացավ անգամ այդ հարավային Հայաստանի տարածքում մնացած ռուսական սպայակազմին կազմակերպել, մոբիլիզացնել եւ նաեւ հայկական ուրեմն կամավորական գնդերը, ջոկատները եւ այլն, եւ ստեղծել իսկապես որոշակի մի, բայց ամենակարևորը, որովհետեւ այդ ամեն ինչը կարող է լինել մտածողություն չլինել, ամենակարևորը, որ ինքը կարողացավ սերմանել պայքարի ոգին, որովհետեւ դու կարող ես ամեն ինչ ունենաս եւ մենք էլ վերջի 2020 թվականին հազար մի տեսակի Իսկանդերներ ունենք, Սուեր ունենք եւ այլն, հիմա ոչ մեկ չի խոսում, բայց իրականում մենք զինվածության այդ բայց մտածողությունը չլինի, հոգեբանական այդ բանը չլինի, պարտվողականությունը արդեն մարդկանց մեջ մտածել լինի, որ ինչ որ մեկը պիտի գա քեզ բրկի եւ այլն։ Այս տեսանկյունից Արամի մոտ հենց հակառակ պատկերներ եւ ինքը ունենալով արդեն տեղում իշխանություն կարողացավ, այստեղ շատ կարեւոր է այդ իշխանության ունենալու լծակների տիրապետելու եւ նման կարգի մարդիկ երբ որ լինում են նման լծակների տեր արդեն պատմության բեկումը տեղի ունենում եւ պատմության բեկումը տեղի ունեցել իսկապես Սարդարապատում որովհետեւ այս մտածողությամբ արդեն եթե մենք հետ ենք վերադառնում պատմությունը գնահատում իհարկե երբ որ թուրքական բանակը Սարդարապատում հաղթեր եւ իրենք չէին էլ պատկերացնում որ այդպիսի մեծ դիմադրություն պետք է իրենք ստանան նաեւ Ղարաքիլսայում իրենք մտածում էին որ շատ հեշտ էր լինելու հարավային Կովկասի ռազմակալումը հատկապես որ Բաքվում ուրեմն թաթարական բաներն են եւ վրացիներն էլ ըստ էության չունեին այն ռազմական պոտենցիալը որպեսզի կարողանային իրանց դիմադրել եւ այդ տեսանկյունից վրացական բանակները շատ
բանը նույն պատերազմի այնպես չի որ այդ բանակը մենակ Ալեքսանդրապոլով դեպի Հայաստանի խորքերն էր շարժվում, նաև շարժվում էր Ախալքալակի, Ախալցխայի, Բաթումի կողմերով Վրաստանի մտնում էր վրացական բուն աշխարհը եւ այդ տեսանկյունից այնտեղ վրացիները չէին կարողանում դիմադրել եւ այդ բեկումը Սարդարապատում տեղի ունեցավ, բայց այդ բեկման արդյունքում է որ ամեն ինչ ձևափոխվեց եւ մենք այսօր եւ ոչ միայն մենք, ես դրա համար միշտ ասել եմ, շարունակում եմ ասել, Վրաստանի Հանրապետությունը, որ հիմա գոյություն ունի, Ադրբեջանի Հանրապետությունը, որ հիմա գոյություն ունի, իրանք պարտական են Սարդարապատի ճակատամարտին, հայերի մղած այդ ճակատամարտին, որովհետեւ ինչքան հարցականի տակ է այն պետականությունը, որ ձևավորվեց, որ կարար լիներ այս տարածքում Երևանում, բայց նույնքան հարցակային տակ իհարկե ցեղասպանության չէր ենթարկվի վրաց, որպես բուֆեր, ուրեմն բուֆեր տարածք Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև իրանք պահելու էին վրացական որոշակի ինքնիշխանությունը եւ որոշակի ինքնիշխանություն տալու էին, որպեսզի ասեին, տեսեք, ռուսները ձեզնից այդ ինքնիշխանությունը խլել են, մենք տվել ենք, բայց այդ բուֆեր գոտին Կովկասյան լեռնաշղթայի, որպեսզի ապահովագրեին։ Բայց հայ ժողովրդի ուրեմն ցեղասպանության վերջնական իրագործումը դա արդեն միանշանակ էր լինելու, որովհետեւ չմոռանանք այն ինչ որ ներկա այսպես ասած այս կառավարողները եւ ոչ միայն թուրքամետ այսպես ուժերը չեն ուզում հիշել եւ այլն հայերի համատարած սպանդը բոլոր տեղերում շարունակվել է մինչև Լոզանի պայմանագիրը, բոլոր տեղերում եւ դա հայ-թուրքական պատերազմի եւ հայ-թուրքական պատերազմի արդյունքում թուրքական բանակների ռազմակալման եւ ընդհանրապես պատմական բոլոր տեսակի փաստերը վկայում են, որ ուղղակի համատարած ոչնչացվում էր հայ ժողովուրդը ամենտեղ միջև Լոզանի պայմանագիրը։ Այսինքն այս տեսանկյունից մտածել, որ այստեղ ինչ որ այլ բաներ տեղի ունենալու եւ մենք չգիտեմ պետականություն կամ թեկուզ ազգային օջախ եւ այլն դա էլ է միֆ որ ազգային օջախ կթողեն ոչ պատմակ այսօր ենք մենք գնահատում այդպես կամ չգիտեմ վերջի 100 տարվա քաղաքական ուրեմն թուրքական նաև օսմանյան, չգիտեմ, այդ թուրքական մտածողությունն է, որ փորձում են մեզ հավատացնել ինչ որ ազգային օջախ բան, հաղթանակած եւ լիակատար ոչնչացման քաղաքականություն վարող կողմը ինչի պիտի հայկական օջախ ստեղծեր, երբ որ արդեն ամեն ինչ իր ձեռքում էր եւ դիմադրություն չկար, աշխարհն էլ ըստ էության կայսրություններն էլ քանդվել, փլուզվել էին եւ այլն եւ այլն։ Հիմա այս տեսանկյունից ուրեմն հետ վերադառնալով ասենք այո, Արամ Մանուկյանի մեծությունը եւ Սարդարապատի ճակատամարտի, ուրեմն ապարանի ճակատամարտի, Ղարաքիլիսայի դիմադրության, ուրեմն բանը հենց այնտեղ էր, որ մենք ունեցանք եւ ոչ միայն մենք ունեցանք, այլ Վրաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը կազմավորվեցին։ Պարոն Սարոյան, շատ կարևոր եւ հետաքրքիր պատմաքաղաքական փիլիսոփայական վերլուծություն է, ինչը մեզ շատ է բացակայում։ Ուզում եմ անդրադառնալ մի թեզի կամ մի գաղափարի, որը եւս որի պոպուլարիզացնողը դուք եք, դա այն է, որ միշտ պնդել եք եւ շարունակում եք պնդել, որ առանց 1918-20 թվականների հայ ռազմական ուժի հաղթանակների, որի արդյունքում դա եւ մայիսյան հերոսամարտերն էին, դա եւ հայ-վրացական պատերազմներ, դա նաեւ Սյունիքում Նժդեհի պայքարներ, հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետություն գոյություն ունենալ չէր կարող եւ նրա, այսպես ասեմ, որոշ այդպիսի պատմաքաղաքական միավոր հավանականությունը որ կլիներ չնչին է եւ ըստ էության այն տարածքները որոնք պահվել են հայկական ռազմական ուժի այսպես ասեմ գործողությունների արդյունքում այլ ոչ թե հետագայում ռուս բոլշևիկների այսպես բարեհաճ աչքով նայելու կամ Հայաստանի խորհրդայնացման կամ հայ ճակերտավոր բոլշևիկյան գործիչների դիվանագիտական հանճարի ինչը որ եւս շատ է շրջանառում ուզում եմ այս թեմային եւս անդրադառնանք որպեսզի մեկ անգամ եւս կարևորենք ռազմաքաղաքական սիներգիայի նշանակությունը որ բայց առաջին հերթին գետնի վրա իրավիճակ փոխում է ռազմական ուժը այս հարցին անդրադառնալու Դե այդ հարցի պատասխանը պատմությունը իր օրինակներով բերում է երբ որ այդ օրինակները դնում ենք սեղանին հակադիր կողմը ոչինչ չի կարող ասել փաստ է որ Սարդարապատի Բաշապարանի ճակատամարտի միջոցով հայ ուրեմն հայ ժողովուրդը կարողացավ պետականություն կերտել անգամ ես այդ օրինակը ուզում եի նշել մեր նախորդ խոսքում բայց հիմա նշեմ էլի պատկերացնում եք ուրեմն Արամ Մանուկյանը Հայաստանում իշխանությունը ձևավորել է
այստեղ, տեղային իշխանությունը, բայց իրավաբանորեն եւ քաղաքական միտքը գտնվում է Թիֆլիսում եւ որոշում է կայացված, որ այնտեղից պետք է կառավարությունը գա Երևանում ստանձնի տեղի իշխանությունը։ Այդ ամբողջ գործընթացը տևեց 2 ամիս։ Մոտ 2 ամիս։ Մոտ 2 ամիս եւ Քաջազնունին արդեն խնդրում էր բոլոր կառավարության այս կամ այն անդամներին եւ այլն, որ նշանակված էին նախարար եւ այլն, որ տեղափոխվեն Երևան, չէին ուզում արդի գալ։ Այդ հառաչի կառավարողները ընդհանրապես իրենց տաքուկ Թիֆլիսյան տներից չէին ուզում Երևանը գավառական շատ ինչպես կարելի է նկարագրել շատ հետամնաց քաղաք էր, շատ ոչ թվականակ ուներ, ոչինչ չուներ, մասշտաբ եւ այլն, ցեխի մեջ կորած քաղաք էր, բառի բուն իմաստով։ Եվ Թիֆլիսում փոխարքայի նստավայր էր եղել կառուցական կայսրության եւ այլն, հայկական ուրեմն հայկական քաղաք էր, քաղաքապետերը բոլորը հայեր էին եղել նախորդ շրջանում եւ այլն, բնակչության տեսակարգշռով մշտապես առաջին եւ անգամ այդ շրջանում եւ այդ տեսանկյունից ոչ ոք չէր ուզում տեղից շարժվել։ Տեղից շարժվեցին Արամ Մանուկյանի վերջնագրից հետո։ Այնտեղ միակ շահագրգիռ կողմը Քաջազնունին էր, որ հասկանում էր քաղաքական տրամաբանությունը եւ բարոյական պատասխանատվությունը ազգի հանդեպ, պետության հանդեպ եւ դրանով փորձում էր համոզել, միջև որ տեղներից փորձեց եւ այդ քախումբը, այսպես ասած, սկսեց կամած այտենց տեղափոխվել եւ գալ այստեղ ինչ որ տներ վարձել Երևանում եւ ինչ որ պետության մայրաքաղաք արդեն դառնա եւ այլն։ Ուզում եմ ասել, տեսեք մտածողությունը մարդկանց։ Մարդիկ անգամ ինչ որ մի բան հայտարարում են իրենց կա որպես հայկական գավառների տեր, բայց ենթադրում են, որ այդ գավառները պետք է կառավարեն իրանք Թիֆլիսում նստած եւ այլն։ Այս տեսանկյունից երբ որ իրավիճակը պատկերացնում ենք, հասկանում ենք ուրեմն Սարդարապատի ճակատամարտ եւ այլն, այս տարածքների առաջանում զուգահեռ իրականություն։ Այո, այդ զուգահեռ իրականությունը միշտ կա։ Ներկայում էլ, երբ որ Արցախում եւ սահմաններում կատարվում է մի բան, Երևանում նստած մարդիկ չեն ուզում իրենց տակուկ տեղերից վեր կենալ եւ հասկանալ մարզը ինչ է, Հայաստանը, որովհետեւ իրենց թվում է Հայաստանը Երևանն է։ Ոչ, Երևանը կա գոյություն ունի մարզերի շնորհիվ։ Մնացած առումներով Երևան երբեք չի կարող գոյություն ունենա։ Չի եղել ընդհանրապես։ Եվ ինքը Երևանը կառուցվել, ստեղծվել, մայրաքաղաք է դարձել միլիոնանոց քաղաք, դա պետական առանձին կազմավորում լինելու, թե չէ ինքը մնալու էր նույն ցեխոտ գավառական, կայսերական քաղաքը, որը կար ռուսական կայսրության շրջանակներում։ Եթե ուզում են վերադարձ կատարվի այդ ցեխոտ վիճակներին, խնդիր չկա, այդ թող էլի մարզերը առհամարվեն եւ ամեն ինչ կառուցվի Երևանում եւ այլն։ Վաղ միսօր ինքը իրան է փլուզվելու այս քաղաքը նման այդ ձեր ասած դիխոտոմիայի այդ բանը դիսոնանսի արդյունքում։ Բայց վերադառնալով, ուրեմն Սարդարապատի ճակատամարտ եւ այդ ռազմական ուժի միջոցով արդեն կարողացան հայկական ուժերը իրենց իշխանությունը տարածել թե Սևանի ավազանում, թե սկսեց արդեն Նախիջևանի հետ կապված խնդիրները ուրեմն որտեվ այդ շրջանում ահագին հայ թաթարական բախումներ եւ այլն ներկայիս Կոտայքի մարզում գիտեք ծանրաբեռնված էր ուրեմն թուրք-թաթարական բնակչությամբ եւ այլն եւ կամած պետությունը սկսեց արդեն Արամ Մանուկյանի շնորհիվ Արամ Մանուկյանի ուղղակի ներգործության շնորհիվ անձամբ այդ գյուղ առ գյուղ հարցերը լուծելու շնորհիվ գաղթականությանը բնակեցնելու շնորհիվ այդ թվում իմ պապերն են այդպես բնակեցվել կարողացավ ուրեմն որոշակի հայկական տարածք ստեղծել որտեղ պետությունը կսկսի իր կենսագործունեությունը տարածել հիմա դա Հայաստանի Հանրապետության այդ տարածքների, բայց լորին հայկական դարձավ հայ վրացական պատերազմի արդյունքում Եվ դա այսօր որ չի վիճարկվում եւ ընդհանրապես դա հայկական ռազմական ուժի ներգործությունն է։ Այդ ներգործությունը, որի հետ հաշվի նստեց բոլշևիկյան հետագայում, բոլշևիկյան կառավարությունը եւ իրանք արդեն իսկ ուրեմն երբ որ Վրաստանը խորհրդայնացվում էր
այդ շրջանում լորին դիտարկելով որպես հայկական տարածք Հայաստանի Հանրապետության զինուժի կողմից, այսինքն այդ զենքի իրավունքով նվաճված տարածք, իրանք դիտարկում էին, որ դա ուրեմն Հայաստանին է պատկանում եւ ոչ միայն իրենք, Հայաստանի բնակչությունն էր այդպես դիտարկում, այն կառավարությունները, որոնք գոյություն ունեն, բոլորն էին այդպես դիտարկում, նույնը Զանգեզուրը, Նժդեհը զինական ուժի միջոցով Զանգեզուրը պահելով, դա զենքի իրավունքով նվաճված տարածք էր եւ անպեկանելի համարվում էր հայկական տարածք, որովհետեւ Նժդեհի այսօր որքան էլ փորձեն մարդիկ ասել, որ դա արխիվային նյութերով չփաստագրված կամ լիարժեք չփաստագրված բան է, որ այդպիսի պայմանավորություն է եղել բոլշևիկյան եւ բոլշևիկյան կառավարության եւ ուրեմն Նժդեհի միջև, բայց միանշանակ կարելի է պնդել եւ քաղաքական տրամաբանություն էլ, որ ճիշտ է այն տեսակետը, որ Նժդեհը դուրս է եկել Զանգեզուրի տարածքից, ներկայիս Սյունիքի մարզից տարածքից, ստանալով այն ուրեմն հավաստիացումները, որ երբեք այդ տարածքը չի միացվի Ադրբեջանին կամ որևէ այլ տեղին կմիացվի Հայաստանի Հանրապետությանը եւ դա պահպանվել է, որովհետեւ այդ պայմանի մյուս կետը այդպես է վերաբերել, եթե այլ որոշում կայացվի, ինքը վերադառնալու է եւ նորից շարունակելու է ապստամբություն չասեմ, այդ հեղափոխական շարժումը եւ Լեռնահայաստանի կյանքը բոլոր այլ տեսակի որոշումների դեպքում եւ այնպես որ Նժդեհի կյանքը միջև երկրորդ համաշխարհային պատերազմը որ մենք գիտենք, ի վերջո այդ մարդը սուբյեկտային վարքի կրող էր, մեծ փառքի կրող էր, մեծ ուժի կրող էր, այդ թվում նաեւ եւ բոլշևիկյան կառավարություններին ուղղակի հիմք տալ, որպեսզի այդ թվում արևմտյան տերությունները օգտվելով Նժդեհի այդպիսի պայմանից նրան ուրեմն զինեն, նրան օգնեն, հայերին նաև վեր հանեն, որպեսզի միջամտեն նոր ձևավորված օրինակ ԽՍՀՄ ներքին գործերին եւ այլն, մեկից մեկ կարող էր դա լինել։ Եվ դրա համար բոլշևիկներն էլ երբեք այդ պայմանը չփորձեցին ուրեմն խախտել Նժդեհի հետ, որովհետեւ շատ լավ գիտեին, որ իսկապես մարդը սուբյեկտ լինելով կարող է դա անել։ Կարող է գլխացավանքի մեջ մտցնել նորից խորհրդային միությունը եւ այլն։ Եվ ավելին մի լրացում էլ անեմ, հայ բոլշևիկներին, որի նույն Մասնիկյանին ասենք շատ են մեջ բերում, նրանց մեջ էլ կարային որոշակի ազգային մտածողության մարդիկ եւ Նժդեհի արկայությունը դա լրացուցիչ հանգամանք է, որպեսզի նրանք կենտրոնական իշխանության կերպ խոսեին։ Մենք խորհրդային Հայաստանի շատ կառավարիչներ գիտենք, որոնք լիովին ազգային մտածողության կրողներ էին, շատ թունդ հայրենասեր եւ այլն, անգամ այնքան շատ, որ այսօրվա կառավարիչները ուղղակի մժեղներ են, մկներ են նրանց համեմատ։ Եվ այդ տեսանկյունից ուրեմն պետք է հասկանալ, որ նաեւ Փետրվարյան հեղափոխություններ տեղի ունեցել եւ հայ ժողովուրդը հասկացել էր բոլշևիկյան կառավարություն ասածը եւ Կարմիր բանակ ասածը եւ ընդհանրապես Ռուսաստանը ով է, մի քանի անգամ արդեն այն ինչ որ մոռացվել էր, նորից վեր հիշեցին այս 2020 թվականի պատերազմից հետո ովքեր են ռուսները եւ 90-ականներին էլ կալցոգործությունը անընդհատ մարդկանց հիշողությունը վերաթարմացնել է եւ պատմությունը այդպիսի դաժան բան ունի, վերաթարմացնում են մարդկանց հիշողությունները։ Դա չենք սովորում։ Առաջին դասից հետո չենք անդադ փորձում ենք նույն օղակի մեջ։ Ինձ թվում է, բայց այնպես չի որ այդ գիտելիքը չկա, պարզապես մտածողության արատավորությունը, այդ խաթարվածությունը մշտապես այն ակոսի մեջ է գցում, որը միշտ կա այդ այն ձևավորված։ Բայց հետ վերադառնալով, այո, պետք է նշվի, որ Սարդարապատի ճակատամարտի եւ մեր անկախության այդ ողջ բեռնվածությունը, որ մենք հիմա ունենք եւ այդ 100-ամյա պետականության անկախության շրջանը, որ մենք կարող ենք նշել, ես պետականություն անունը իզուր չեմ ասում, որովհետեւ կարող է պետականություն լինել, բայց անկախ չլինել։ Եվ 1920 թվականից մինչև 1991 թվականը կամ 21 թվականից մինչև 91 պետական կազմավորում եղել եւ պետականություն մենք ըստ էության ունեցել ենք։ Ոչ միգուցե անդադ կաշկանդվել է զինուժի եւ այլնի հիմնական ատրիբուտը, բայց գոնե չմոռանանք, որ երկրորդ համաշխարհային ժամանակ ազգային դիվիզիաները ստեղծվեցին, դրանք նույնպես դրա այդ պետականության եւ ազգային մշակութային վերելք չմոռանանք, որը հնարավոր է շատ բաներ կա նշելու, բայց ամեն դեպքում 1918 թվականին ձևավորված այդ պետական կազմավորումը, անկախ պետությունը, ի վերջո իր ժառանգությունը ունեցավ 1991 թվականից մինչ օրս եւ ոչ միայն դա, այլ նաեւ հենց այն
այն ռազմական ուժի միջոցով նվաճված այն տարածքները, որոնք դարձան ներկայիս Հայաստանի Հանրապետության հիմքը, այսինքն մենք ոչ ոքի ոչինչ պարտական չենք։ Մենք ընդամենը կարող ենք մեզ մեղադրել, որ քիչ ենք ազատագրել հայկական հողերից, եւ այն ինչ որ մարդկանց թվում է թե Հայաստանը սա է, այդ իրանք տգիտության արդյունքում են այդպիսի բան մեկնաբանում, որովհետև իրանք պարտական են ուղղակի մեր պապերին, որ այսքան ազատագրել են։ Մենք 1992-94 թվականների Արցախյան ազատամարտի արդյունքում ազատագրեցինք հենց այն տարածքը եւ ունեցանք հենց այն պետականությունը Արցախի, որը մեր ռազմական ուժի տիրապետության տակ էր եւ աշխարհում սահմանները, բոլոր սահմանները այսպես են գծվում։ Մնացածը թե այդ հայ ժողովրդին, որ հավատացնում են, գիտեք, բանակցություններ են պետք, դիվանագիտություն, լավ դիվանագետներ, ոչ մի լավ դիվանագետները գալիս են լրացնելու ռազմական ռազմական ուժի վրա, ռազմական զենքի հաղթանակների։ Այո, եւ ուրեմն քաղաքականության շարունակությունն է ռազմուժը, երբ որ չեն կարողանում մարդիկ ինչ որ ընդհանուր հայտարարի գալ եւ դիմում են ռազմական ուժի, մարդիկ չասեմ, սուբյեկտները։ Եվ այդ ռազմական ուժով ամրագրվում է այն ինչ որ ամրագրվում է, հաղթում է նա, ով հաղթում է։ Մեզ կարող են հիմա անդիմախոսել, դե հիմա Ադրբեջանն է հաղթել։ Ոչ, Ադրբեջանը հաղթել է ձեր մտածողության արդյունքում։ Դուք եք հանձնել։ Դուք եք առաջի իսկ օրվանից այդ դուք հասածի մեջ շատերն են Այո, այսպես ասած նախկիններն են մտնում, որոնք պատերազմի ողջ օրերին 20 թվականի լծված էին անընդհատ բան անելով, որ ամեն ինչ կանխորոշված է եւ այլն, հազար մի տեսակի թեզեր էին։ 94 թվականից մինչև 20 թիվը արդեն ժողովրդի հոգեբանությունն էին խեղաթյուրել։ Դա ներկաներն էին շատ, որոնց ամբողջ ուրեմն քաղաքական գիտելիքի գագաթնակետը նա էր, որ կա Մոսկվա այնտեղ դաշնակից, չգիտեմ, մեծ տերություն, անվտանգության մեր երաշխավորն է եւ այլն, բերեց նրան, որ հիմա արդեն իրենք հրաժարվեցին անգամ Հայաստանը, որ պետք է Արցախի անվտանգության երաշխավոր լինել եւ դա ամրագրված է օրենքով եւ այլն, իրանք այդ օրենքների խախտումները կատարել են, վաղ մյուսօր դրա համար պատասխան են տալու, դատվելու են, այդ օրենքները իրենց է թվում թե մոռացվել է եւ այլն, այդ ամենի համար պատասխան են տալու, բայց այդ մտածողությունը բերեց այդ պարտության, ոչ թե որ Ադրբեջանը հաղթեց եւ մենք պետք է քանի որ հաղթել է մենք պետք է հաշվի նստենք այդ հանգամանքի հետ, ոչ, այդ մտածողությամբ եթե ադրբեջանցիները շարժվեին 1994 թվականից հետո դե հայերը հաղթել էին, ուրեմն պետք է համակերպվեին այդ ամեն ինչի հետ։ Բայց անկեղծ լինենք, որ եթե մենք քաղաքական միտք ունենայինք եւ չհրաժարվեինք մեր հաղթանակից, ռազմական հաղթանակից, մենք կարող էինք ադրբեջանցիներին պարտադրել համակերպել։ Այո, ամեն ինչ նա այնպես ինչպես հիմա իրանք են այն ժամանակ իհարկե դու կարող ես մանավանդ այն ժամանակ աշխարհի քաղաքական տենդենսը, քաղաքական ուղղվածությունը խորհրդային միության փլուզման եւ նոր իրավիճակ ստեղծելու եւ այդ երկբևեռ աշխարհից միաբևեռի անցման շրջանում ժողովրդավարական ազգային եւ այլ խնդիրները բարեհաճությունը մեր կողմն իհարկե եւ դրա արդյունքում մենք այդ հաղթանակը տարանք, երբ որ տերությունների սիմպաթիան մեր կողմն էր, Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի սիմպաթիան մեր կողմն էր եւ այլն, այդ այսինքն ընդհանուր քաղաքական տրամաբանության մեջ ենք մենք գործել, բայց դրանից հետո հրաժարվել այդ ամեն ինչից, ավանդական այդ ակոսի մեջ ընկնել, որ ես ասեցի դա բանը, ոչ թե որ դասեր չեն քաղում, այլ չէ, շատ սիրով մարդիկ տրվում են ուրեմն հայկական այդ արատներին եւ հաղթանակից հետո գնում են վայելքի, իրենց տալիս են վայելքի, դա ազնվականական բան չի, մոտեցում չի, ազնվականները երբեք ազնվականները իրենց ուրեմն քաղաքական մտածողության կրող լինելով իրենց մշտապես հետևել են, որպեսզի իրանց ժառանգները վայելքներին չտրվեն, որպեսզի մշտապես քաղաքական գիտակցությունը չխաթարվի այս կամ այն բան։ Պատկերացնում եք դարերով, հազարամյակներով մենք պետականություն ենք ունեցել, որովհետև այդ մարդիկ հասկացել են ինչ է քրտնաջան աշխատանքը, ինչ է ոչ թե ինչ է վայելքը եւ այլն, որովհետև վայելքին տրվող, հաճույքին տրվող, փողին տրվող եւ մնացած ամեն ինչը արդեն բերում է ուրիշ մտածողություն, ոչ քաղաքական մտածողություն։ Եվ այլն, այո, դրանից հետո այն ինչ որ մենք տեսնում ենք, չէ, մարդիկ չեն ծառայել բանակում, բայց պետություն են կառավարում, խախտել են հայկական ավանդական կարևոր բանաձևերից մեկը եւ դրա համար մենք չենք կարող ունենանք այնպիսի արդյունքներ, որ ունեցել ենք դարեր շարունակ եւ այլն, որովհետեւ քաղաքական էլիտան պետք է բանակում կոփված լինի եւ հասկանա հողի արժեքը, հողի գինը եւ մարդու իրանց ընկերների արյան գինը,
ոչ թե այնպես որ այսօր արյուն են վաճառում եւ այլն։ Պարոն Սարոյան, այսպեսի մի պատմություն կա, չգիտեմ որքանով է ճիշտ, գուցե ավելի լեգենդի է նման, որ հերթական ճակատամարտից հետո Նապոլեոնը Թալեյրանին, ով իր արտաքին գործերի ներկատերմինաբանությամբ նախարարն էր, ստիպում է իր հետ երեկոյան մտնել դաշտ, որտեղ ասենք պատկերացնենք ինչ վիճակ էր, այո, մարմիններ, արյունաշաղախ ցեղ, այսինքն ինչպիսի գարժահոտություն էր տիրում, եւ երբ Թալեյրանը ինքը իրեն դուխիներով, այսպես մոծանելիքով թաշկինակ տանում է դեպի քիթը, Նապոլեոնը նայում է նրան եւ ասում է. «Ես ձեզ բերել եմ այստեղ, որպեսզի դուք հասկանաք այն գինը, որը վճարել է Ֆրանսիան, երբ որ դուք վաղը կնստեք սեղանի բանակցությունների շուրջ»։ Այսինքն ես կարծում եմ դա շատ լեգենդ է, բայց իրականում դրա մեջ շատ խորքային ասելիք կա, որ ցանկացած գիտե պետք է հիշել բանակցությունների գնալուց առաջ պետք է հիշել այն գնի մասին, որը վճարել ենք։ Եվ ինչ վերաբերում է ադրբեջանցիների մեզ հաղթելուն, ես միշտ կրկնում եմ, որ իրականում նրանց առանձնապես պետք չի եղել որևէ բան անել։ Երբ որ իրենց դեմ քաղաքական առումով տգետ, սեփական հաղթանակից հրաժարվող հայկական էլիտա է եղել, ճակերտավոր էլիտա։ Առանձնապես գործելու կարիք իրենց դիմաց եղել ընդհանրապես չգործող եւ ավելին իրենց թշնամական նարատիվներ տարածող թշնամու շահերի օգտին գործող, այսպես ասեմ, ճակերտավոր ընտրանի ամրոցը ներսից քանդող ընտրանի ադրբեջանցիների, բայց նույնիսկ այդպիսի պայմաններում առանց արտաքին ուժային կենտրոնների աջակցության միևնույն է 20 թվականին մեր ռազմական բուն մարտավարական ռազմական ուժի դեմ ուժը նրանք չկարողացան հաղթել, նրանք տարան քաղաքական հաղթանակ, բայց ռազմական ուժով նրանք շատ ավելի քիչ կարողացան ձեռք բերել, քան քաղաքական առումով, այո, մեր մտածողության արդյունքում տարան փայլուն հաղթանակ։ Դե չմոռանանք, որ ներկա Արցախի տարածքը, որ գրա Ադրբեջանի տիրապետության տակ է հիմա, դա շատ քիչ մասն է ռազմական ուժով գրավել։ Այո, պետք չի մոռանալ, շատ ավելի քիչ։ Այո, մի ստորագրությամբ, ներկա վարչապետի ստորագրությամբ, առանց կրակոցի շատ ավելի ինչքան ասեմ ուղղակի շատ ավելի մեծ տարածք է հայտնի մոտապես կրկնակից ավել տարածք ուղղակի անառիկ տարածք հանձնվել է առանց կռվի ուժի, դա հասկանում եք ինչ համաշխարհային պատմության մեջ նման կարգի բաներ ուղղակի հա տարածքները նվաճվում են, հետո որոշվում են կարող է ինչ որ գրավող տարածքը ինչ որ տարածքներից հետ քաշվի, որպեսզի ընդհանուր հայտարարի կան հաշտություն կնքեն եւ այլն, բայց այսպես որպեսզի չգրավված տարածք ընդհանրապես եւ ավելի 3-4 անգամ ավելի մեծ տարածք ուղղակի ստորագրության գրչի հարվածով, այն էլ անառիկ տարածք, որոնք այդտեղ մտնելու ուղղակի հնար չկար եւ մռավի լեռնաշղթան պահվել էր հայկական զինուժի կողմից եւ որևէ խնդիր չկար դա ռազմական ուժով պահելու եւ այլն, մի գրչի հարվածով ստեղծելով Ստեփանակերտի այդ էվակուացիան մեկօրյա եւ այլն դիտմամբ տարածելով այնպես ինչպես 1920 թվականին էր հայ-թուրքական պատերազմի ժամանակ թռուցիկները տարածելով որ բանը պետք է զենքերը վայր դնել հեսերուսները գալիս են եւ այլն հազար մի տեսակ այտենց ստեղծելով աժիոտաժը նաեւ Ստեփանակերտում Շուշի անկման հետ կապված նույն սցենարն է կիրառվել Ստեփանակերտցիներին մեքենաների լցնելով որպեսի ճանապարհ հետո հետ բերելով եւ այլն որպեսի ստորագրությունը Նիկոլ Փաշինյանը ստորագրությունը նորմալ Արցախի հանրությունը դիտարկի ստիպված որպեսի այդ պատերազմից այդ բանից գոնե մենք Ստեփանակերտում շարունակենք կապրել դե Շուշին դե եւ այլն այդ ամբողջ օպերացիան բանը արհեստականորեն ստեղծված որին լծված էր նաեւ Լեռնային Ղարաբաղի ռազմական ղեկավարությունը Դավիթ Բաբայանի եւ մնացածի որ հիմա Բաքվում բանը այդ մենք ենք տեսել մենք գիտենք այդ կարող է շատերին թվում է մենք մոռացել ենք չենք մոռացել եւ ովքեր գիտեն այդ ամեն ինչի մասին շարունակում են եւ շարունակելու են ասել որ դա այո հանձնում է եղել եւ դրա միջոցով այո օպերացիա է կազմակերպվել որպեսզի Արցախահայությունը համակերպվի կարողանա տանել որ Իրանից իր թիկունքներ են վերցնում մի գրչի հարվածով ուրեմն շատ մեծ տարածքներ հազարավոր քառակուսի կիլոմետրեր հանձնում են Ադրբեջանին դրանից հետո էլ արդեն տեխնիկական խնդիրներ Արցախի այնտեղից դուրս բերել որը արդեն նույնպես որոշակի օպերացիա կազմակերպելով այդ սովամահության ենթարկելու այդ ամիսների կտրվածքով որին ներգրա մենք տեսնում ենք որ այսօր Հայաստանի քաղաքական
քաղաքական ղեկավարությունը ոչինչ չձեռնարկեց դրա դեմը առնելու համար, ոչ եւ ընդամենը իրենց թվում էր պետք է սահմանը լայն բացել ստեղ Գորիսի տեղ գյուղի տարածքում մի քիչ աջակցություն տալ եւ հպարտանալ, թե տեսեք մենք մեկ օրվա ընթացքում, երկու օրվա ընթացքում ինչպես տեղավորեցինք այդ 100,000-անոց բնակչությանը եւ այլն։ Սա էր իրենց մտածողությամբ, սա է իրանց ֆունկցիան։ Բնականաբար այդ մարդիկ մի գրչի հարվածով նման տարածքներ հանձնելով եւ նաեւ 100,000 մարդկանց կյանքի ունեցվածքի գույքի եւ ամեն ինչի պապերի եւ մշակույթի հետ գործ ունենալով, դա զոհելով, դա թշնամուն հանձնելով, մնացել են պատմության մեջ այն նույն անունով, այն անունով ինչ որ կա Մերուժան Արծրունու հետ կապված, այն ինչ որ կա ուրեմն Վես Սարգսի հետ կապված եւ այլն։ Տարբեր այդպիսի օրինակներ կա։ Շատ լավ, կարծում շատ ուսուցողական ու հետաքրքիր զրույց ստացվեց։ Իրական կարող ենք ավելի շարունակել, որտեղ թեման ցամոտ է եւ թեման արձիական է եւ տարեթվերն էլ 1920 թվական, 2020 թվական 100 տարվա արատավոր ցիկլը, որևէ նոր բան չկա։ Ընդհանրապես ցանկություն է պետք մի սիրած ակոսի մեջ չգնալու եւ մի անգամ սեփական դասերը սերտելու։ Ներկա իրականությունը ցույց է տալիս, որ հավաքական մեծամասնությունը այդքան էլ ցանկություն չունի, բայց պիտի խոսենք անընդհատ, պիտի իրականությունը ներկայացնենք։ Ես դրա համար մի հատ դրացում անեմ, այդ հիմա ցանկություն չունի, դիմացը ընտրություններ են, ոչինչ, այս ընտրությունները կանցնեն, նորից կոտրած դաշտակի առաջ կկանգնի մեծ մասը, մի մասը իրանց այն ինչ որ տեղի կունենա, այդտեղ շահ կտեսնի ու կուրախանա եւ կսկսի այդպես մեկնաբանալ, մյուսները կոտրած դաշտակի առաջ կվերադառնան, նորից կսկսեն ավելի լուրջ թեմաների մասին խորհել եւ փորձել լսել, հասկանալ ի վերջո ազգային պետության կառուցման ճանապարհը որն է, ինչպես պետք է կառուցել եւ ինչ պետք է մոռանալ եւ ընդհանրապես քաղաքական գիտելիքը որքան կարեւոր է այս ամբողջ գործընթացներում։ Սա ինձ թվում է մի քանի օր, մի քանի շաբաթ հետո նորից վերադարձ կկատարվի դեպի իրականություն։ Շատ լավ։ Կարծում եմ նման զրույցները մենք այնուամենայնիվ պիտի շարունակենք, որովհետև ճշմարտությունը ասելու կարիք կա։ Ամեն ինչ սկսում է մտքից, մտածողությունից։ Մեր բոլոր տապալումները, աղետները մեր մտավոր խեղաթյուրումների եւ արատների արդյունք են։ Մնացած նյութական իրականացումը կամ տապալումը դա այն է, ինչ մենք մտածում ենք։ Մենք այն ենք, ինչ մենք մտածում ենք, հետեւաբար նման կարևոր թեմաները, այնպես ինչպես մայիսյան հերոսամարտերներ եւ ոչ միայն անընդհատ վերլուծության եւ անընդհատ ներկայացման կարիք ունեն, որովհետեւ դուք շատ ճիշտ նշեցիք, որ պատմության տարբեր ժամանակահատվածներում մենք ռազմական ուժի պակաս որպես այդպեսին երբեք չենք ունեցել։ Հայերը մասնակցել են վերջին, եթե շատ հեռու չգնանք, 19-րդ դարի սկզբից սկսած մինչև օրս բոլոր մեր տարածաշրջանում մղված այսպես պատերազմներին հայերը մասնակցություն են ունեցել։ Եվ միայն երկու դեպքում է, երբ հայերը կռվել են իրենց համար։ Դա եղել է 18 թվականի մայիսին, փոքր հայ-վրացականը եւ մնացած եթե դնենք մի կողմ մի քիչ մասշտաբային, եւ դա եղել է առաջին Արցախյանը։ Եվ մենք ունեցել ենք այդ ժամանակ կարևորագույն հազարամյակի մասշտաբով վճռական ձեռքբերումներ։ Մնացած բոլոր ճակատամարտերում մենք կռվել ենք պարսիկների համար, ռուսների համար, օսմանցիների համար եւ ըստ էության ուրիշների համար կրակից շագանակներ են քանել։ Ու դրա պատճառը դա այն է, որ մենք չենք հասկացել, որ զինված մարդը կամ գործիք է կամ գործոն։ Մեր զինված մարդիկ միշտ եղել են գործիք, որովհետև չգիտեմ ինչի, նրանց համոզել են, որ քաղաքական միտքը քաղաքականությունով զբաղվելը դա լավ բան չի կամ չեմ կարող ասել։ Այդ ֆունկցիան անջատել են։ Եվ խնդիր կա հիմա վերագնահատելու եւ հասկանալու, որ եթե ես մի քանի օր շատ հետաքրքիր նյութ էի կարդում, թե 1989-ից սկսած 90-91 թվականներին շատ կարևորագույն ազգային որոշումներ ինչպես են, այսպես ասեմ, ընդունվել իրավական առումով, որովհետև նրանց թիկունքում եղել են արդեն զինված գաղափարական մարդիկ, այսինքն հենվել են, էլի միշտ հենվում է զենքի վրա։ Դատարկ օդում դիվանագիտություն չի լինում, համոզում չի լինում։ Սա թիվ 1 գիտակցումն է, բայց մենք իրավունք չունենք տարանջատել զինված մարդուն եւ քաղաքականությանը։ Բայց քաղաքականություն դա կուսակցություն չի։ Զինված մարդը ինքը զինված, ինքը արդեն քաղաքական սուբյեկտ է, որտեղ ինքը ունի զենք կրելու եւ պատժելու հնարավորություն, իրավունք եւ նաեւ հնարավորություն։ Հետեւաբար պիտի խոսենք այդ գաղափարից, զենքի քաղաքական սուբյեկտ լինելու գաղափարից, որը էլի դուք շատ գեղեցիկ ձևակերպել եք եւ որքան շատ խոսենք, հույս ունենանք, որ ավելի շատ մարդկանց տեղ կհասնի։
Շատ շնորհակալություն հրավերի Խնդրեմ։ համար։ Իրոք կարծում եմ շատ կարևոր պատմափիլիսոփայական զրույց էր։ Եվ նման իրադարձությունների տրամաբանությունը վերհանել շատ ավելի կարևոր է, քան զուտ ժամանակագրական դեպքերը քննարկելը։ Դե ինչ, կարծում եմ հետաքրքիր զրույց ստացվեց, ամենակարևորը ուսուցողական զրույց ստացվեց եւ նաեւ արդիական զրույց ստացվեց։ Արդիական, որովհետեւ ցավոք սրտի մենք լրվել ենք պատմական այդ 100-ամյա ցիկլերի մեջ, արդեն որերորդ ցիկլն է, եւ չենք ուզում սովորել ամենակարևոր դասը, այն որ եթե մենք ուզում ենք ապրել լավ, եթե մենք ուզում ենք որպեսզի մեր արյունը գին ունենա, եթե մենք ուզում ենք ապրել արժանապատիվ եւ ինչու՞ չէ նաեւ բարեկեցիկ, դրա ճանապարհը միայն սեփական պետություն ստեղծելն է։ Սեփական պետություն ունենալը առաջին հերթին պատասխանատվություն է եւ սեփական ուժերի վրա հույսը դնելու պատրաստակամությունն է։ Մենք դրա ներուժ ունենք, ռազմական ներուժ բոլոր առումներով։ Մնում է քաղաքական առումով հավատանք ինքներս մեզ եւ հասկանանք, որ մեզ ոչ մեկ երբեք սկուտեղի վրա որևէ բան չի մատուցել եւ չի մատեցելու։ Ավելին շատերը օգտվելով մեր կարճամտությունից մեր իսկ ձեռք բերածը մեր ձեռքից տանում են։ Հետևաբար դիտեք մեր նյութերը, ավելի ուշադիր, ավելի խորքային թեմաների ենք անդրադառնում, կիսվեք ձեր ընկերների, ձեր հետ ծառացեք ձեր շրջապատում, որպեսզի այս 100-ամյա պատմական ցիկլերը, որոնք ամեն անգամ ավարտվում են ավելի մեծ աղետով, կարողանանք ընդհատել եւ մեր սերունդներին ավելի առողջ միջավայր թողնել։ Այսքանը։